Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, նրա դիտարկմամբ Թուրքիայում տեղի ունեցողին ուշի ուշով շունչը պահած հետևում է Ադրբեջան անունով արհեստածին պետությունը, քանի որ ըստ Հովհաննիսյանի Ալիևը իսկապես մտածելու բան ունի։ Էրդողանի հետ սերտաճած Էրդողանի մոտ նահանգապետ աշխատող Ալիևը Թուրքիայում իշխանափոխությունից հետո ստիպված է լինելու նոր հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, փորձելու է նոր խոստումներ տալ, նոր զողողությունների գնալ, որպեսզի չհայտնվի Ռուսաստանի ազդեցության գոտու վտանգի առջև, որը ըստ իրենց հղի է վտանգներով։ Իսկ քեմալիստները հենց այնպես չեն ուզում իշխանություն վերցնել, չէ որ իրենք նաև ավելի եվրոպական արժեքների դավանող են, ուստի ավելի Եվրոպա ձգտող, հետևաբար նաև կարող են Ադրբեջանին կոնկրետ առաջարկ անել, որ Ռուսաստանի դեմ Ադրբեջանով բացվի ճակատ։ Հովհաննիսյանը կարծում է, որ ամեն դեպքում բոլոր սցենարները հնարավոր են։ Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման, պետք է բոլոր հնարավոր սցենարների դեպքում մենք մեր անելիքը, տեղն ու դերը ունենանք, գրել է նա։ Թուրքիայում արդեն մի քանի օր է չեն դադարում խոշոր քաղաքներում մեկնարկած բողոքի զանգվածային ցույցերը, ընդ որում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ, չնայած բողոքի ցույցեր անցկացնելու իշխանությունների պետական մակարդակով հնչեցրած արգելքի։ Ցույցերի եւ ընդվզումների պատճառը Ստամբուլի ընդդիմադիր թեկնածու Էրդողանի գլխավոր մրցակից համարվող Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունն է եւ նրա շուրջ կատարվող իրավական գործընթացները։